Մենք վերադարձանք եւ ես ներկայացնեմ մեր այսօրվա հաջորդ թեման՝ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին հենց այսօր եւ այսօր նրա մասին խոսելու ենք մեր հյուրի հետ։ Զորավար Անդրանիկ, այսքան փոքր երեխայից մինչև ամենամեծահասակ, երևի այն անունն է Անդրանիկ, որ բոլորը գիտեն ով է Անդրանիկը եւ մեծ էսպես հպարտությամբ ենք բոլորը նրա անունը արտաբերում, առավել եւս ես եւ պետք է նշեմ միշտ իմ մայրիկը երբ խոսում է ասում է պապս Անդրանիկի զինվորն է եղել, դա մեզ համար արդեն ընտանիքում երբ ասում է պապս Անդրանիկի զինվորն է եղել, մենք իդեպ մեդալը ունենք նաեւ նրա, այսպես Անդրանիկի ժառանգած իր պապուն ու իմ մայրիկն է այդ մեդալը պահպանել, պահել մեր տուն վերել։ Մենք հպարտությամբ ենք ասում մորս պապա Անդրանիկի զինվորն է եղել։ Այնպես որ չենք այսպես երկարացնում եւ միանգամից ներկայացնեմ մեր հյուրին պատմական գիտությունների թեկնածու Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտի ավագիտ աշխատող հրապարակագիր Արմեն Կարապետյանն է մեր տաղավարում այսօր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Շատ լավ ներկայացրեցիք զորավար Անդրանիկին։ Գիտեք, մեծ ուրախություն է մեր ազգի համար, որ այդպիսի անհատ է ծնվել, այդպիսի հերոս ունենք, որը ժամանակին կարողացավ ընդվզել բռնության, ստրկության ու այդ բոլոր կապանքների դեմ հանուն հայ ազգի եւ այդպիսի անհատներ ամեն ժողովուրդ գուցե չի ունենում կամ եթե ունենում է հարյուրամյակները մեկ կամ հազարամյակները մեկ։ Հիմա Անդրանիկ ծնվեց մեր ժողովրդի համար, որ եկավ բեկելու մեր պատմության ընթացքը, եկավ մեր արժանապատվությունը պահելու եւ հայ ազգի խնդիրները լուծելու համար։ Ինչքանով հաջողվեց, դա այլ բան է։ Հասկանում եք, կարևորը այդպիսի անհատի ներկայությունն էր մեր ժողովրդի ազգային կյանքում եւ մենք հպարտ ենք, որ Անդրանիկ է ծնվել։ Այ դուք նշեցիք, որ նրա զինվորների մասին խոսեցիք, չէ՞։ Գիտեք, մեր ժողովրդի մեջ մանավանդ առաջներում եւ նրա զինվորները դեռ կենթանի էին կամ հիշողությունը դեռ կենթանի էր նրա զինվորների մասին, այնքան շատ էին նրա զինվորները։ Ամենուրեք գուցե հպարտությունից էր նաև, ով ասենք Անդրանիկ զորավարին մեկ անգամ տեսել էր, իրեն երևակայում էր, որ եղել է նրա զինվորը, բայց ստացվում էր այնպես, որ Անդրանիկը աշխարհի ամենամեծ բանակն ունեցող զորավարն է, որովհետև բոլորն էին նրա զինվորները, եւ այդպես է, հասկանում եք, Անդրանիկը մեր հայկական Գարիբալդին էր, ինչպես Գարիբալդին իտալական ժողովրդի համար ազգային հերոս էր, նույնքան եւ առավել սիրված ժողովրդականություն վայելող եւ մեծ ժողովրդական հերոս էր Անդրանիկը հայ ազգի համար եւ սա ճշմարտություն է, ոչ ոք չի կարող հակադարձել, հակաճառել այս ճշմարտության դեմ։ Անդրանիկը մեծ էր եւ ես ուզում եմ ասել, որ միայն մեծ ժողովուրդը գուցե կարող էր ծնել այդպիսի մեծ զորավար։ Իդեպ սա միայն մեզ հայերիս կարծիքը չէ, որովհետև նրա մասին շատ է գրվել նաև օտարերկրյա մամուլում եւ վերջի շրջանում էր, որ Մոսկվայում լույս տեսավ մի կարևոր աշխատություն, որտեղ թվարկում էին ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, նախօրյակին ընթացքում եւ հետո ուրեմն պատմության մեջ մեծագույն դերակատարություն ունեցած 100 զորավարները եւ այդ 100 զորավարների շարքում մեր Անդրանիկն է, այդ 100 մեծերի շարքում Անդրանիկն է եւ այդ աշխատության հեղինակը հայ ազգի չէ, այլ ասեցի Մոսկվայում եւ ռուս հեղինակների կողմից գրված աշխատություն էր։ Այսինքն Անդրանիկի փառքը, մեծությունը, նրա ժողովրդականությունը ընդունում են ոչ միայն Հայաստանում, ոչ միայն մենք հայերս, այլև աշխարհի ուրիշ ժողովուրդների շրջանում նա այդ մեծ համարումը ունի։ Նա նույնքան եւ իր կենթանության օրոք եւ հիմա, ասենք իր մահից շատ տարիներ անց Անդրանիկը մեծապես սիրված զորավար է նաեւ այլ ժողովուրդների, օրինակ հույների, քրդերի, բուլղարների եւ այլ ազգերի շրջանում, նաեւ ռուսների, ինչու՞ չէ, որովհետեւ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա կռվել է ռուսական բանակի փաստորեն հետ համագործակցած նրա շարքերում եւ օրինակ ռուս կազակները Անդրանիկի ժողովրդականությունը այնքան բարձր էր, որը չունեին ռուս գեներալները եւ
ռուս կազակները հաճախ նրան այդ ժամանակ ասում էին իրենց գեներալներին դիմելով, ասում էին Անդրանիկը ձեզ հրամայում է եւ եղել են դեպքեր, որ ռուս գեներալները հակաճառել են, հակադարձել են, թե Անդրանիկը չի կարող մեզ հրամայել, բայց Անդրանիկի ժողովրդականությունը այնքան մեծ էր որպես զորավար, որ նրանք տեսնում էին, որ Անդրանիկը ամենալեգիտիմ զորավարն է այդ պատերազմի ընթացքում եւ չէին նայում կարգ ու կանոնով ինչպես է, այո, եւ նրանք իրենց գեներալներից ավելի բարձր էին դասում Անդրանիկի ներկայությունը, Անդրանիկի ժողովրդականությունը։ Այդպիսի հեղինակություն ունեցել մեր զորավարը նաեւ օտարազգիների շրջանում եւ դա կա նաեւ մինչև օրս։ Եթե անդրադառնանք նոր ուսումնասիրություններին, որովհետև նաև դուք գիտաշխատող եք, այդ համակարգում եք նաև աշխատում, ինչ նոր իր մասին տեղեկատվություն կամ փաստագրական նյութեր կարող եք մատնանշել։ Գիտեք, Անդրանիկի մասին շատ բան է գրվել կամ գուցե ամեն ինչ է գրվել, բայց արխիվային տվյալները, մեր Հայաստանի ազգային արխիվներում համարյա թե օգտագործվել են նրա մասին եղած տվյալները։ Դա պետք է փնտրել օտար արխիվներում, ասենք Ռուսաստանի արխիվներում, կամ Բուլղարիայի, կամ Հունաստանի այդ մեծ բարեկամ դաշնակից ժողովուրդների, որովհետև Անդրանիկը նաև նրանց շարքերում կռվեց։ Նա Բալկանյան առաջի պատերազմի ժամանակ բուլղարական բանակի շարքերում կռվեց թուրք զավթիչների դեմ։ Անդրանիկը մեծապես նաև համագործակցել է հունական, ուրեմն ազգային ազատագրական ուժերի հետ։ Պետք է երևի այնտեղի արխիվներում փնտրել նորանոր նյութեր։ Ցավոք, ես այդպիսի հնարավորություն չեմ ունեցել այդ երկրների ուրեմն գնալու, այդ արխիվները նայելու, իսկ մեզանում դեռ գրվում են աշխատություններ, գրվում են եւ որոշակի նյութեր, ասենք, որ կամ նորովի են մեկնաբանվում, դա եւս կարեւոր է, նորովի մեկնաբանվում են, կամ ասենք որոշ նոր փաստեր, ասենք, միշտ հայտնաբերում են Անդրանիկի մասին, որովհետև միայն նշածս երկրների չէ, նաև օրինակ անգլիական զինվորականների, անգլիական դիվանագիտության այդ արխիվներում էլ հնարավոր է նոր բաներ հայտնաբերվեն, որովհետև առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անդրանիկը նաև դաշնակիցների շարքերում էր, այսինքն Անգլիան, Ֆրանսիան, մեր Հայաստանը, հայ ժողովուրդը նրանց դաշնակիցներ համարվում եւ սերտ շփումներ եղել են նաեւ անգլիական ուրեմն զինվորականների հետ։ Հնարավոր է գուցե ասենք որոշ բաներ այդ առումով որոշ բաներ բացահայտվում են, ասենք անգլիացի դիվանագետների եւ զինվորականների տված, այո, բնութագրումները Անդրանիկի մասին։ Բայց էական, ասենք, նորություն դեռ այդպես մենք դեռ չենք հայտնաբերել, գուցե ասենք հետագա հետազոտողները կարողանան հայտնաբերել Անդրանիկի մասին էական, ուրեմն ինչ-որ նոր բան։ Քանի որ խոսեցինք այս ժամանակի հետազոտություններից, կա մի հետաքրքիր ինչ-որ դիպված պատմություն, որը կցանկանանք օրինակ բարձրաձայնել, այն ամեն ինչ նաև պատմավարագրական տեսանկյունից մենք կարող ենք տարբեր հանրագիտարաններից տեղեկություններ ստանալ, իսկ ինչ-որ հետաքրքիր պատմություններ, հենց այսպես ծննդյան առթիվ, ինչ-որ ջերմ պատմություններից դուք տեղյակ եք, կարողանաք մեզ հետ կիսվել։ Գիտեք, քանի որ մեր ժողովրդի պատմությունը բավական դրամատիկ, նաև ողբերգական է եղել, Անդրանիկի ամբողջ կյանքը, նրա գործունեությունը անցավ ցավոք ոչ թե ասենք ջերմ մթնոլորտներում, ոչ թե նա ասենք ուրախությամբ վայելեց այս աշխարհի անցուդարձը, այլ Անդրանիկը օրվա այդ 24 ժամերին միշտ մտածում էր իր ժողովրդի բախտի համար, նրա ազատագրության համար եւ նրա խոսքը հայտնի է, որ ասում էր եթե գլուխները դնում եք բարձին, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ժողովրդի մասին եւ դա ճշմարտություն է։ Գիտեք, նրա մասին այ ամենակարևորը, որ մեր ժողովրդի մեջ պահպանվել են ուրեմն այն հիշողությունները, որ ինչպես էր նրա անունը սաստում մեր թշնամիներին։
ինչպես էր միայն անունը, որտեղ նույնիսկ հիմա հիշողությունը պահպանվել է, օրինակ Սյունիքի, Վայոց ձորի, Արցախի տարբեր ուրեմն շրջաններում, եւ Անդրանիկը այնտեղ ասեն գործունեություն է ծավալել 1918-19 թվականներին Նախիջևանում իդեպ նաեւ Նախիջևանում եւ ժողովրդի մեջ օրինակ շատ հուզախռով պատմություններ են պահպանվում, որ Թշնամին լսելով, որ Անդրանիկը այստեղ է, մոտակայքում է, այսինքն այս տարածաշրջանում է եւ Թշնամին հետ է նահանջել առանց հարձակվելու, ուրեմն մեր ժողովրդի վրա, առանց հավերելու գյուղերը, եղել են դեպքեր, որ ուղակի փախստական ժողովուրդը ուրեմն մոտեցող Թշնամուն ասել է, որ մեր հետևից Անդրանիկը գալիս է եւ դա հերիք է եղել, որ ասենք իրենք թողնեն ու հեռանան առանց վնասելու ուրեմն մեր հայրենակիցներին։ Անդրանիկի անունը այդպիսի լեգենդար է եղել, այդպիսի լեգենդի է վերածվել իր կենդանության օրոք։ Կենդանության օրոք նա նույնպես այդպիսի սիրված ժողովրդականություն վայելող անհատ էր, ինչքան որ հիմա իր մահից այսքան տարիներ անց։ Եվ պիտի ասեմ, որ գիտեք, մեր պատմության մեջ ուրիշ մեկ անհատի դժվար է պատկերացնել, որ նա իր մեջ մարմնավորի հայրենիք ժողովուրդ հասկացությունները, ինչքան Անդրանիկը։ Եվ դա ոչ միայն հոգևոր, բարոյական իմաստով, այլ նաև բուն ֆիզիկական իմաստով, որովհետև գիտեք, երբ նա ուրեմն մեծ Եղեռնից հետո երբ նա փախստականների հետ իդեպ ասեմ, որ Եղեռնից մազապուրս եղածների մի հսկա բանակ Անդրանիկին երբեք բաց չէր թողնում, ասենք դա խոսվում է մի 30,000-ից ավել մարդկանց մասին, ովքեր որ Անդրանիկի հետ գնում էին ամեն տեղ Եվ երբեմն նաև խանգարում էին Անդրանիկի մղած ճակատամարտերին այդ գաղթականների ուրեմն ստվար բանակը, բայց նրանք Անդրանիկի մեջ տեսնում էին իրենց պաշտպանին, իրենց հայրենիքն էին տեսնում։ Պատահական չէր, որ գոնե մինչև վերջերս մեր տատիկների այդ սերունդը բան ցլփապատկերի նման իրենք իրականում Անդրանիկի նկար են պահել իրենց տներում, բոլորի մոտ կար գրեթե այդ։ Գիտեք, նույնիսկ այն ժամանակ, որ մեր երկրում այդ Ստալինյան բռնաճնշումների տարիներին եւ այլն, որ Անդրանիկի անունը արգելված էր պաշտոնապես, բայց ժողովուրդը եւ գաղտնի նրա մասին երգերն էր երգում եւ նրա նկարներն էր գաղտնի պահում, այո, պահում էր ամենտեղ տանը պահում էին Անդրանիկի վերաբերյալ նյութեր, մասունքներ եւ ասեմ, որ հիմա այլ նույնիսկ հիմա էլ մեր Սյունիքի Վայոց ձորի մարզերում, ասենք տեղանքներ կան, որ պահպանվել է այն ծառը, որի տակ Անդրանիկը հանգստացել է, որտեղ ասենք Անդրանիկը իր զորքին ուրեմն հանգիստ է տվել եւ 1-2 օր անցկացրել է այնտեղ, այսինքն այդպիսի նշանավոր մասունքներ կան, դա կարող է քար լինի, ժար լինի, լինի եւ ժողովուրդը պահում է իր հիշողությունը, որ զորավարն է անցել այստեղով, զորավարը հանգիստ է առել այստեղ եւ դա սրբության պես է պահում մեր ժողովուրդը եւ իրավ է ժողովուրդը, իրավ է, որովհետեւ այդպիսի անհատներ ամեն ժողովուրդ չի ունենում, կամ եթե ունենում է հազարամյակներ մեկ, ժողովրդի գոնե պատմական հիշողությունը անվրեպ է գործում, այստեղ որևէ բան ես չեմ կարող ավելացնել կամ բողոքել, մեր ժողովրդի հիշողությունը անվրեպ գործում է եւ նա պահում է իր ամենաանզուգական, ամենաժողովրդական հերոսի մասին հիշողությունները այսպես արդեն 1 դարից ավել։ Շնորհակալություն, որ հյուրընկալվելով մեր տաղավարում կրկին խոսեցինք լեգենդար հրամանատարի մասին, հայ ժողովրդի պարծանքի Անդրանիկի մասին։ Հիշեցնենք, որ այսօր Զորավար Անդրանիկի ծննդյանօրն է։ Շնորհակալ ենք, որ եղաք մեզ հետ, շարունակեք դիտել Կենտրոն հեռուստաընկերությունը, որը հրաշալի աշխատանքային օր։ Հաճելի օր եմ մաղթում։